Այսօր, ավելի ճիշտ երեկ, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստանի Հանրապետությունում, Երևանում հայտարարում է հետևյալը. Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ մենք բավականաչափ վստահ ենք այս մակարդակի ներդրումներ կատարելու եւ այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու համար, եւ դա տեղի ունենում վարչապետի առաջնորդության շնորհիվ։ Ու այս հայտարարությունից հետո մարդիկ հարցնում են ոնց, հələ պետք է վճարենք այդ տեխնոլոգիաների համար։ Սա աբսուրդ մեկնաբանություն է։ Ամերիկայի միած աշխարհի առաջին իր հզորությամբ, իր ներուժով, տեխնոլոգիական գերտերության եւ ընդհանրապես գերտերության փոխնախագահը, այն որ ընդդիմախոսները սնայից մի տարի առաջ ասում են, չէ, ինքը կապ չունի Ամերիկայի արտաքին քաղաքականության հետ, կապ չունի, այդ ուղղակի նկար է, այդպես նկարվել է վարչապետը, որ PR անի։ Իրար հերթ չտալով նամակ են գրում, նամակը որ գրում են, անգլերենները բացվել է մի, գրում են էջերով ավետարաններից, բաներից, մեջբերումներով, այո որ կապ չունի, եք այդ նամակները գրում այդ մարդուն։ Вообще կապ չունի այդ մարդը, հա։ Հիմա ասում են ոնց, ատոմական համար պետք է փող տանք մենք, չեք նվիրելու մեզ ատոմական, չհասկացանք։ Թրիփն են սարքում։ 74% բաժնեմասուններն են մունատ գրում, ոնց թե։ Մենք նվեր եք անում, հələ 74%-ը մենք չբաժնեմասը կունենալու, աբսուրդ։ Ասում եմ մարդը Հայաստանը դառնալու է տարածաշրջանային տնտեսական հանգույց, թե հենակետ, եթե հենակետ։ Դա չեն լսում մարդիկ, լավ ինչ են ուզում մեր ընդդիմախոսները։ Ինչ են ուզում, սիրելի հայրենակիցներ։ Խաղաղությունը հաստատված է եւ այդ խաղաղությունը պետք է պաշտպանել եւ առաջիկա ամիսներին մեզ սպասվում է շատ դժվար, այսինքն դժվար ժամանակներ, քարոզչական հարձակումներ, հիբրիդային հարձակումներ, բայց ես համոզված եմ, որ հունիսի 7-ին դուք կպաշտպանեք այս թվարկած բոլոր ձեռքբերումները։ Շնորհակալ